Ինչպես է գնահատում Ադրբեջանի բաց աջակցությունը Թրամփի վարչակազմին։ Սա արդյոք ազդակ է ԱՄՆ ներքաղաքական գործընթացներին ուղղված։ Գիտեք, այն ծրագիրը, որ Ադրբեջանը երկար տասնամյակներ փայփայել է եւ անվանում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այսօր այլ ձևակերպմամբ, թրիփ ձևակերպմամբ ուրեմն իրականացվում է ԱՄՆ կողմից եւ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ երբեմն չեն էլ թաքցնում, որ թրիփը դա նույն Զանգեզուրի միջանցքն է, հետեւաբար Ադրբեջանի ռևերանսները ԱՄՆ-ին եւ նրանց գոհունակությունը Թրամփի վարչակազմից կարող են համարել այս Զանգեզուրի միջանցքի հետ կապված այս գործընթացների երևացող կամ չերևացող մասի որոշակի դրսևորումներ։ Կարող ենք սա դիտարկել որպես Բաքու-Թրամփ հնարավոր ապագա գործարքի նախապատրաստում։ Կարծում եմ հիմա էլ այդ հարաբերությունները Ադրբեջանի եւ Բաքվի ուրեմն գտնվում են բավական դրական փուլում եւ ցավոք սրտի այդ հարաբերություններում Ադրբեջանի կենսական շահերը բավական լուրջ տեղ են գրավում ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների, որտեղ ավելի շատ գերիշխում են հայտարարությունները եւ իմիտացիոն քայլերը։ Իսկ ինչու է Բաքուն խոսում խաղաղություն Հայաստանի ժողովրդի հետ, երբ բանակցությունները տարվում են իշխանությունների մակարդակով։ Քանի որ տեսնում ենք, եթե իրենց ասած խաղաղությունը լիներ, այս պահին մենք Բաքվում դեռ 20 հոգի գերի չէինք ունենա։ Ես կարծում եմ խաղաղություն տերմինի կիրառումը Բաքվի հռետորաբանության մեջ շատ արհեստական է, որտեղ Բաքվի քայլերը բավական հեռու են իրական խաղաղությունից, իսկ հռետորաբանության մեջ հայ ժողովրդին դիմելու այսպես ոճը ենթադրում եմ պայմանավորված է իշխանություն եւ ժողովուրդ ընկալումների տարբերությամբ, այսինքն այնինչ Փաշինյանական իշխանությունները համարում են խաղաղության օրակարգ կամ քայլեր, որոնք տանում են իրական խաղաղության, բոլոր սոցհարցումներով ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ համանման ընկալումներ դրանք չունեն, ուստի վերջի շրջանում ավելացած այդ ձևակերպումները, որ ժողովրդի հետ խաղաղության օրակարգ են փորձում առաջ մղել Բաքվի իշխանությունները, ենթադրում են պայմանավորված են նաև դրանով, բայց Միևնույն ժամանակ ուզում եմ ֆիքսենք եւ փաստենք, որ Բաքվի ատելության ռեժիմը ուղղված Հայաստան պետությանը եւ հայ ժողովրդին որևէ կերպ չի թույլատրել եւ այն քայլերը, որոնք արվում են նույն, ասենք, քնած սպա Գուրգեն Մարկայանին կազմած Ռամոս Սաֆարովի կոչումի բարձրացում եւ այլն ցույց են տալիս, որ խորքային ատելությունը Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հանդեպ շատ ավելի դոմինանտ են, իսկ խաղաղության ձևակերպումները ընդգծված արհեստական եւ ոչ անկեղծ բնույթ։ Հաջիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը նպաստում է Հայաստանի հետ տնտեսական փոխկապակցվածությանը արտահանելով նավթամթեր եւ աջակցելով հացահատիկի մատակարարումներին։ Այսինքն իրենց այս համագործակցությունը, որը գալիս էր Ադրբեջանի տարածքով նավթ եւ հացահատիկ, հիմա իրենք օգտագործում են որպես միջազգային մակարդակում, որպես խաղաղություն են ընկալում այս քայլը։ Շատ սպասելի էր, որ Ադրբեջանը իր փոքր քայլերը, կես քայլերը կապված հացահատիկի կամ վառելանյութի մատակարարման հետ ներկայացնելու է իր այսպես հանդուրժողական կերպարը ամրապնդելու համար։ Ցույց է տալու արտաքին աշխարհին, որ այդ քայլերը իրենց խաղաղության, հակվածության դրսևորումներից են եւ բնական է, որ Հայաստանը Ադրբեջանի համար այդ տեսանկյունից չունի այն մեծ տնտեսական նշանակությունը եւ այդ խմբականակի ծորենի կամ վառելանյութի մատակարարումը Հայաստանին ես կարծում ավելի շատ ունի քաղաքական քարոզչական բնույթ, քան թե տնտեսական, ինչի ապացույցն է հենց Հաջիևի հայտարարությունը։